Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք տաղավար եւ այս պայն հյուրընկալել ենք փաստաբան Վարդուհի Էլբակյանին, բարի երեկո Վարդուհի, շնորհակալ եմ մեր տաղավարը հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Վարդուհի, տեսեք, դուք այն անձանցեք, ով ստանձնել էր մանկահասակ աղջիկների պաշտպանությունը եւ սահմռկեցուցիչ դեպքեր էին տեղ ունեցել վեդիում եւ այդ դեպքերի առնչությամբ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ իրավապահները առանց փաստաբանի ցանկանում էին հարցաքննություն իրականացնել, ոնց հասկացա։ Եկեք նախ խոսենք այս պայն զարգացումների մասին եւ արդյոք օրինակ իրապահ մարմինները ունեին այդ իրավասությունը, որպեսզի նախ խոսեին երեխաների առողջական խնդիրների մասին հանրային կերպով, որը որ շեշտադրվեց նրանց հայտարարություններում եւ առհասարակ ինչպիսի ապօրինություններ են տեղ ունեցել։ Ես լրացնեմ միանգամից հարցը, ես էլ եմ ողջունում ձեզ մեր տաղավարում, նաև ասեմ, որ մենք ուղիղ եթերում ենք աշխատում, այս պայն 350-ից ավելի մարդ մեզ դիտում են ուղիղ եթերում եւ քանի որ նախորդ անգամ մեր տաղավարում հյուրընկալվել է այս հարցին մեծ հանրայնություն տված լրագրող Սյուզի Բադոյանը եւ մանրամասն ներկայացրել է դեպքը, բայց ամեն դեպքում առաջարկում եմ մի հատ մենք սկզբից գանք, որովհետեւ գուցե նաեւ լսարանում կան մարդիկ, ովքեր որ ծանոթ չեն դեպքի մանրամասներին, սկզբից գանք հասկանանք ինչ եղավ, ոնց եղավ, ինչ դերակատարներ կան այս մանկապղծության դեպքում ներգրաված, ովքեր են այդ դերակատարները, ինչ քրեական գործեր հարուցվել, հետո ոնց էր եղել, որ իրավապահները գործին ընթացք չէին տվել ու նաև գանք արդեն վերջին թարմացումներին։ Շնորհակալ եմ կրկին անգամ, փորձեմ հակիրճ ներկայացնել ամեն դեպքում, որտեղ բավական մեծ տարածում գտավ եւ շատ ենք արդեն իսկ խոսել այս մասին, բայց շատ ճիշտ նկատեցիք, ես սա համարում եմ սահմռկեցուցիչ դեպք, որտեղ սա դեպք չէ, դեպքերի շարան է։ Ուրեմն ցավը նրանումն է, որ այս դեպքերը սկսվել են տեղի ունենալ հիմնականում ավելի փոքր տարիքով աղջկա նկատմամբ 15 տարեկանին նոյեմբերի վերջ դեկտեմբերից սկսած։ Եվ այսօր քանի անընդհատ պատկան մարմինները հայտարարում էին, որ դեպքը բացահայտվեց մեր օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ուրեմն ես հայտարարում եմ, որ օպերատիվ տեղեկությունների հիման վրա դեպքը չի բացահայտվել եւ ոստիկանության աշխատակիցները դեպքը չեն բացահայտել։ Դեպքի բացահայտումը տեղի ունեցել դպրոցի տնօրենի, հոգեբանի եւ հավաքարարի երկու դպրոցների եւ եթե նրանց կողմից դեպքը բացահայտելու կամ որևէ աշխատանք կատարած լինեին, ապա բացահայտած կլինեին, որ նոյեմբեր-դեկտեմբերից նման դեպքեր տեղի ունենում 15 տարեկան անչափահաս աղջկա նկատմամբ։ Հետագայում արդեն իսկ Սյուզին լավ մանրամասն ներկայացրել է, բնականաբար հաղորդումը նայել եմ։ Փետրվար ամսին, երբ որ արդեն դպրոցի տնօրենը նկատում է երեխայի մոտ 15 տարեկան ընդ որում երեխայի մոտ նկատում է վարքի որոշակի փոփոխություններ, հեռախոսն են վերցնում, հեռախոսի մեջ տարօրինակ SMS-ներ են տեսնում եւ այլն, համայնքային ոստիկանին են հրավիրում, ոստիկանը նոր գնում է եւ արդեն որոշակի ինչ որ զեկուցագիր է միգուցե եւ ներկայացնում, որ այս պահի նյութերը մեզ չեն տրամադրել, չեմ կարող ասել, բայց փետրվարի 12-ին երեխայի հայրը գնում եւ հաղորդում է ներկայացնում եւ հենց սահմռկեցուցիչ դեպքի կուլմինացիան հենց առաջի օրից հենց այդտեղ է սկսվում։ Պատկերացրեք 15 տարեկան աղջիկ, ով այս դեպքերի արդյունքում դարձել է ինքնամփոփ, ընդ որում թեպետ արդեն բացահայտել է քննչական մարմինը, դրա համար կարող եմ էլի որոշակիորեն ներկայացնել, այո, երեխան ունի որոշակի խնդիրներ, բայց չի կարելի ասել, որ շատ ծանր մտավոր խնդիրներ ունի, ընդ որում ասեմ, որ ոչ մեկի մասով դեռևս փորձագիտական եզրակացություն չկա, ուղղակի դա մենք արդեն ասում ենք, որտեղ որոշակի տվյալների ենք տիրապետում, երեխային հարցաքննում է տղամարդ քննիչ, հարցաքննում են առանց օրինական ներկայացուցիչի, առանց փաստաբանի եւ հոգեբան հրավիրում են, հոգեբանը մասնակցում է, բայց հոգեբանը միանգամից քննիչի մոտ է երեխային տեսնում, այսինքն նախապես աշխատանք երեխայի հետ կատարված չի լինում։ Խոսքը վերաբերվում է փետրվարին։ Այո, փետրվար ամսին է վերաբերվում։
Երեխան ինչ որ կծկտուր տեղեկատվություն է տրամադրում, որը փորձեցին ներկայացնել, որ իրականությանը չէր համապատասխանում, դրա համար որևէ գործողություն չեն կատարել։ Դրան հաջորդում է 3 արդեն մեղադրյալի կարգավիճակ ստացած ոմն բարերար, ասեմ ոմն, ուղղակի բարերարի իմաստով էլի, թե չէ անձի մասով արդեն հայտնի է, փետրվարից էր հայտնի, վերում են երեխային դիմացը նստացնում են եւ առերեսում են անում։ Դա քրեական դատավարության օրենսգիրքը հստակ կարգը սահմանում է, թե նմանատիպ գործերի կարգը ինչպես պետք է լինի հարցաքննության, ով պետք է հարցաքննի, ովքեր պետք է մասնակցեն եւ ընդհանրապես առերեսման կարգը։ Ու մենք ակնկալում ենք, որ 15 տարեկան աղջիկը, պատկերացնեք, պետք է վկայեր այն մարդու դեմ, ումից որ իր բռնարարի դեմ։ Ու դրանից հետո երեխուն վերցնում են, ասում են մի հատ է պետքա տանենք քեզ դատաբժշկական փորձաքննության, տղամարդ դատաբժիշկը 15 տարեկան երեխային պետքա հետազոտի, թույլ կտար, թե թույլ չէր տա։ Այն էլ բռնության ենթարկված եւ հոգեբանական տրավմաներ ստացած։ Ու դրանից հետո դե բնականաբար այդ բարերար կոչեցյալը ստանում է վկայի կարգավիճակ, նրան թողնում են գնում, ոչ մի գործողություն չեն կատարում մինչև ապրիլի 22-ը։ Ապրիլի 22-ին հարուցվում է մյուս քրեական վարույթը եւ այս գործողությունների արդյունքում բռնության, սեռական բռնության է սկսում ենթարկվել նաեւ 17-ամյա քույրը, արդեն այլ անձանց կողմից։ Այսինքն ոչ թե հանցագործությունները այստեղ կանխվեց, այլ հանցագործությունները կարծես խրախուսվեց եւ արդյունքում մենք ունեցանք ոչ թե կրկնահանցագործություններ, այլ դրանից հետո գիտեք, որ նաեւ հորեղբայրը, երեխաների հորեղբայրը փորձեց դրանից դատաստան տեսնելու, որտեւ իրավապահ մարմինները ընդհանրապես ոչինչ չէին արել։ Հորեղբայրը 72 ժամով ձերբակալվեց։ Մի խոսքով, չգիտեմ, այս գործը իր բնույթով ես ամեն դեպքում նմանատիպ գործի չեմ հանդիպել, էլի, որ այս աշճանի ապօրինություններ լիներ, այս աշճանի թողտվություն լիներ եւ որ մի դեպքը ծներ մի քանի նաեւ դեպքեր։ Մի դեպքը չքննելու պատճառով, քննություն չանելու պատճառով 3 հատ դեպք տեղի ունեցավ։ Ես ասեմ, որ քաղաքական դեպքերով, քաղաքական շինց ու քրեական գործերի շրջանակներում մենք ամեն տեսակ ապօրինությունների ականատես եղել ենք այդվում անձամբ զգալով մեր մաշկի վրա, մեր այս նույն ոդքասթը վարողների առնչությամբ, այլ քաղ բանտարկյալների էսպային բանտային եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց առնչությամբ, թե ոնց են նրանց բնակարանները ապօրինի խուզարկում, ոնց են գետնին պարկացնելով ինչ որ մեկի գիշերը նայելու քմահաճույքի համար, այդ տեսանյութերը ձերբակալման, կալանավորման վերջին ապօրինություններով ձերբակալում, տանում առանց որևէ հիմքի կալանավորում ու այդ ամբողջ քրեական գործի շրջանակներում ինչ տիպի ապօրինություններ են տեղի ունենում։ Բայց իմ համար անհասկանալի է, թե գուցե նաև ինչ որ առումով հասկանալի է, որովհետև ընդհանուր առմամբ արդարադատության համակարգը հիմա զրոյական վիճակում է գտնվում եւ բոլորը իրենց ամեն ինչը թողած զբաղված են քաղաքական ընդդիմախոսներով բանտերը լցնելով, բայց ձեր բացատրությունն է հետաքրքիր, ինչով եք պայմանավորում, որ կոնկրետ ոչ քաղաքական գործի առնչությամբ սենց ապօրինությունների շղթա է ստեղծվել, առաջացել ու մինչև այս պահը առնվազն շարունակվում է։ Տեսեք, ասեմ, իսկապես շատ ճիշտ նկատեցիք, մենք ամեն օր գրեթե 10-15 կամ բերման ենթարկված կամ ձերբակալված անձի գործով մասնակցում ենք, այս քաղաքական գործերով։ Ամեն օր, պատկերացրեք, որ չեմ չափազանցացնում թվերը, չենք էլ հասցնում արդեն քննչականները գնանք, այնքան շատ մարդ են բերում ներկայացնում, թե այս գործի շրջանակներում գործի իրենից, ու այս մարդիկ, ներողություն, այս մարդիկ ասեմ, իրենցից այդպիսին ինչ որ մի բան չէին էլ ներկայացնում առանձնապես, թե ինչի համար այս մարդկանց նկատմամբ եղավ այսպիսի վերաբերմունք, այսինքն իմանալով հանդերձ, որ այս մարդիկ ինչ են արել, լավ, գոնե մինիմալ կասկածը ունենալով, մինչև մայիսի 6-ը նրանք երեքն էլ եղել են վկայի կարգավիճակում։ Պատճառաբանությունն ու տրամաբանությունը, ճիշտն ասած, մինչև հիմա փորձում ենք մենք հասկանալ, կամ կոմպետենտ չեն եղել, կամ չեն հասկացել, կամ գցել են ականջի հետև, կամ էլ ասել են, դե լավ, հա, այս ինչ մարդիկ են, որ ընտանիքը շատ խոցելի ընտանիք է։
այսօր այն հին ասացված կա, չէ, ասма տերովին տերն ա տարել, անտերին էլ գելն ա տարել։ Դե մտածել են երբ այս մարդկանց հետևից ով պետք է գա, ավելի կարևոր գործեր կա, ձեր ասած քաղաքական գործերով մի քիչ զբաղվենք, այս գործով երբ որ ժամանակ կունենանք կզբաղվենք։ Ավելի տրամաբանված պատճառաբանություն, թեպետ իմ պատճառաբանությունը տրամաբանական չի, տեսեք, ես եմ ասում, բայց այլ պատճառաբանություն էլ չեմ տեսնում։ Հետաքրքիր է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն են սկսել արտահայտվել այս դեպքի առնչությամբ, օրինակ արդարացնելով իրավապահների աշխատանքը, Նիկոլն էր այս վերջերս հայտարարել, որ հենց իրավապահների շնորհիվ է, որ դեպքը հանրայնացվել է, եթե իրանք վարույթ հարուցած չլինեին, լրագրողներին դա չէր հասնի, եւ այս հարցը հանրայնություն չէր, հարցի առնչությամբ աղմուկ չէր բարձրանա, բայց սա աբսուրդի ժանրից է, որովհետեւ նախ մենք չգիտենք լրագրողի աղբյուրը իրավապահներն են, թե ոչ, այդ հարցի մյուս կողմն է, եւ հարցի երկրորդ կողմը, երբ որ իրանք փորձում են իրավապահների աշխատանքը արդարացնել այս տեսակ հայտարարություններով, նույն մեր գործունեության ընթացքում, նույն այս ոդքասթի գոյության ընթացքում Նարեկին եւ Վազգենին բազմաթիվ քաղաքացիներ իրենց անձնական խնդիրներով դիմել են, երբ որ իրանք բախվել են արդարադատության, անարդարության հետ չեն կարողացել իրավապահների միջոցով արդարադատության հասնել, իրանք դիմել են տարբեր հարթակների, տարբեր լրագրողների, մեր հարթակին, Նարեկին, Վազգենին, որ այդ հարցը բարձրաձայնվի, հանրայնացվի եւ հանրային ճնշման ներքո գոնե ինչ որ մի արդյունքի հասնեն մարդիկ։ Սա կարելի է այդ դեպքերի շարքին դասել, նույնը Դավիթ Մինասյանի դեպքում եղավ, եթե չլիներ հանրային այդ ճնշումը, գուցե այդ տղան մինչև հիմա կալանքի տակ գտնվեր այդ առողջական խնդիրների պայմաններում եւ նաեւ այս դեպքում, երբ որ չլիներ լրագրող Սյուզի Բադոյանի այդ հետեւողական աշխատանքը գնալ-գալ լուսաբանելը, խնդրի մասին խոսելը, մինչև հիմա այդ երեխեքը զոհի կարգավիճակով կշարունակեին ապրել։ Ես մեկ լրացում իրականացնեմ։ Ըստ էության մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ իրավապահ մարմինները իրենց տեղում չեն, զբաղված են ամեն ինչով, մարկանց լսելով, ինչ որ կոնտեքստից կտրված արտահայտություններ իրար գցելով, գործ սարքելով մարկանց վրա, օրինակ նույն Սրբազան պայքարի համատեքստում, մենք երբ որ Սրբազանին եւ նրա աջակիցներին ձերբակալում կալանավորում էին, ողջ քարոզչը մեքենա լցված էր այդ կեղծ ձայնագրությունները հրապարակելով, որ տեսեք աբեկչություն են ուզում անեն, չգիտեմ ինչ են ուզում անեն, հետագան պարզվեց, որ այդ ամեն ինչը կոնտեքստից կտրված, իրանք ուղղակի իրար գցել էին եւ ստացել էին մատերիալներ, եւ եթե իրապահ համակարգը զբաղված է քաղաքական հետապնդումներով, ապա բնականորեն նա չի կարող ժամանակ ունենալ զբաղվել այլ հարցերով եւ ես նաեւ ցանկանում եմ շեշտադրում իրականացնել, որ բացի այս սարսափելի դեպքից, մենք վերջին ամիսներին տեսնում ենք, որ կրիմինոգեն իրավիճակը երկրում շեշտակի աճում է։ Օրը ցերեկով կարող են իրար վրա կրակել եւ դա եւս արդյունք է նրա, որ ուժային համակարգը իր տեղում չէ։ Ես լրիվ համակարծիք եմ ձեր հետ, տեսեք, կոնկրետ անդրադառնամ հիմա էլի երեխեքի աղջիկների դեպքին անդրադառնամ, 5 պաշտոնատար անձ արեց հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Արփինե Սարգսյան, Քննչական կոմիտեի ղեկավարը, գլխավոր դատախազ, չէ, 4 պաշտոնատար անձ, 4 պաշտոնատար անձի հայտարարությունը հակասում էր իրեն։ Որևէ մեկի հայտարարությունը չէր համապատասխանում նրան։ Տեսեք, ասում են քննչական կոմիտեի նախագահան հայտարարեց, որ այս աղմուկը, արհեստական աղմուկը, որը բարձրացրեցին, միայն վնասեց գործին։ Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ հայտարարեց, որ գործը բացվել է իրավապահների կողմից։ Գլխավոր դատախազը դրանից մեկ օր առաջ ազգային ժողովում իդեպ միայն գլխավոր դատախազն ազնիվ գտնվել ոնց որ թե այս հարցում, ասաց ես դեպքի մասին տեղեկացել եմ, երբ որ հանրային աղմուկ է բարձրացել եւ խոսք եմ տալիս, որ կլինեն խիստ խափանման միջոցներ։
Այսօր լսեցի նաև մի քանի օր առաջ էլ է եղել, բայց կոնկրետ չեմ կարող հիշել, բայց այսօր լսեցի նաև Արփինե Սարգսյանի հայտարարությունը, որ ասում է մենք բոլոր քայլերը ձեռնարկել ենք, մենք բացահայտումը արել ենք, գործը ձերբակալել ենք անձին, տվել ենք քննչականին, մնացածը մեր դաշտում չի։ Ժամանակագրությունները բոլորը խառնել են իրար այս պաշտոնատար անձինքը, կամ մեկը մեկին ճիշտ չի զեկուցել, կամ մեկը մեկից չգիտեմ տեղյակ չի, կամ էլ ուզում են հանրությանը ներկայացնեն, որ ամեն ինչ շատ օրինական, լավ, ճիշտ, նորմալ ճանապարհով գնում է։ Բայց այստեղ մի հատ բան ասեմ, քանի որ խոսեցինք Բագրատ Սրբազանի գործից, հենց այդ օրը քննչական կոմիտեի նախագահան մի հայտարարություն արեց Գեղամ Մանուկյանի հարցին, եթե չեմ սխալվում, պատասխանեց, ասեց դուք հայտարարել եք նոյեմբեր ամսին, որ Բագրատ Սրբազանը իր ձեռքով գրել է այդ ահաբեկչության պլանը։ Ասեց, որ գործի նյութերը հիմա հետազոտում ենք, ինչը որ մեզ տրամադրվել է, չկա իր ձեռքով գրած պլանը։ Քննչական կոմիտեի նախագահան ասեց իր ձեռքով ես նկատի չեմ ունեցել, որ անձամբ ինքը իր ձեռքով ա գրել։ Դա մենք խմբի համատեքստում ենք դիտարկել։ Զավեշտ։ Ասեք զավեշտ։ Հիմա ավելի զավեշտ մեր դեպքով, չգիտեմ, այս մեր իրավապահ համակարգը լրիվ դառել է զավեշտալի իրավապահ համակարգ է դարձել, էլի։ Հիմա գալով այս դեպքի վերջին թարմացումներին մենք տեսանք ձեր ուղիղ եթերը, որ աղջիկներից մեկին փորձում էին առանց փաստաբանի տանել հարցաքննության, խնդրում եմ մանրամասնեք, ինչ եղավ, ոնց եղավ, հիմա ինչ ընթացք կա, ովքեր են ձերբակալված, ովքեր ինչ կարգավիճակ ունեն գործով։ Իրավունք ունեն տես բան անեն։ Նախ իրավունք չունեն։ Մի հատ անդրադառնամ հենց այդ միջադեպին, որը մի տեսակ կարծես ինձ հարիրել չէ։ Ես սովորաբար մի քիչ ավելի հավասարակշիռ մարդ եմ եւ աշխատում եմ երբեք ձայնս ինչ որ բարձրացնելով եւ այլն ինչ որ հունից դուրս գալով չխոսել ամեն դեպքում։ Այդ օրը ես հրավիրել էի մամուլի ասուլիս, երևի տեղյակ եք։ Մամուլի ասուլիսից հետո մի քանի մեծամասամբ լրագրողները գնացել էին, մի քանի լրագրողներ նստած զրուցում էինք ընդամենը։ Այդ պահին զանգ ստացա, որ ընդ որում չէ, նշեմ, որ դրանից մի երկու ժամ առաջ ինձ զանգել էր նույն այդ քննիչը, ասաց, որ ուզում ենք աղջկան հարցաքննենք, դրա համար եկեք ներկայացեք։ Ասում եմ, այս դուք մեզ ծանուցել եք, ասում եմ, հա, մենք ձեզ պատշաճ ծանուցել ենք, ասում եմ, ում եք ծանուցագիր ուղարկել, ոչ մեկս ծանուցագիր չենք ստացել, ասում եմ, նախ առաջի հերթին, մենք ձեզ արդեն անվստահություն ենք հայտնել, որտեղ դեկտեմբերի 3-ին դեռ 5-ի, մայիսի 3-ին, երբ մայիսի 5-ի դեպքերը դեռևս չէր եղել, այսինքն են, որ առերեսումներ, հարցաքննություններ, որից հետո թողեցին վկայի կարգավիճակում գնաց, մենք արդեն իսկ գլխավոր դատախազին դիմում էինք ներկայացրել եւ ասել ենք, որ խնդրում ենք տեղափոխեք քննչական այլ մարմինում թող լինի, որտեղ այստեղ կա որոշակի արդեն անվստահություն է վեդի քննչական մարմնի նկատմամբ, քննչական բաժնի նկատմամբ։ Ասում է, չէ, դուք հենց հիմա պետքա գաք, ասում եմ, ուրեմն մենք չենք գալիս, որովհետև դուք երեք արդեն իսկ խախտել եք այն ինչը, որ դուք մեզ խոսք եք տվել, մինչև մեր հարցի պատասխանը մենք չստանանք, մենք որևէ քննչական գործողության չենք մասնակցելու, եւ երկրորդը, ես ունեմ նաեւ այլ ծանրաբեռնվածություն, մարդուն չեն զանգում, էլի, ասում 5 րոպե հետո կամ մի ժամ հետո արի այս գործողությանը մասնակցի, ասեցի, չէ, մենք չենք գալու, չենք մասնակցելու, ասում դե այդպես չի լինի, մենք արդեն սա պլանավորել ենք, ես ասում չէ, հենց այդպես կլինի, դե դրեցի հեռախոսը, արդեն այդ իմ մամուլի ասուլիսներ, լրագրողների հետ հանդիպումից հետո զանգեց ինձ հորաքույրը երեխաների, բա հենց հիմա եկել են ոստիկանությունով, երեխեքին ուզում են տանեն, ասում եմ ոնց երեխեքին ուզում են տանեն, ասում եմ հա հենց հիմա մեր տան դիմաց կանգնած են, երեխեքին են ուզում տանեն, մորն են ուզում տանեն, զանգում եմ քննիչին, քննիչն ինձ ինչ պատասխանի, ասում եմ այո դե մենք ձեզ ծանուցել ենք, դուք հրաժարվել եք քննչական գործողությունների մասնակցելուց, դրա համար հիմա մենք իրենց տանում ենք, ասում եմ դուք չեք կարող իրանց տանել, առանց օրինական ներկայացուցիչի, առանց փաստաբանի, առանց այնպիսի հոգեբանի ում երեխեքը կվստահեն, դուք ոնց եք պատկերացնում։ Անչափահաս երեխաների մասին է խոսքը գնում։ Մի արեք այն ապօրինությունները, մի արեք ապօրինությունների շան, մի դարձեք խավության նոխազ, ու երևի թե արդեն իսկապես ճիշտ է, դե մայրական բնազդն էլ է այդտեղ խոսում, ես տեսել եմ այդ երեխեքին։ Մենք մայիսի 3-ից ես եւ Լուսինե Մարտիրոսյանը
նաև Սյուզին շատ ջանք ենք թափել այդ երեխեքի վրա, հոգեբանի դեր ենք կատարել, պատկերացրեք, թեպետ արդեն եկող շաբաթվանից մենք հոգեբաններին գտել ենք, մեր հոգեբանները կաշխատեն երեխեքի հետ, մենք մինչև երեխեքին կարողացանք բերել կոմունիկացիայի դաշտ, որ երեխեքը մեր հետ խոսեն, 15 տարեկան այն աղջիկը անընդհատ լացում է, մի հատ խոսք հնարավոր չի իր հետ խոսել, եթե ինքը առանց արդյունքի է, բայց ասեմ ձեզ, երեք խոսեցի երեխեքի հետ, մի քիչ դժվար է խոսելը, տենց հարազատների միջոցով բան, ասի մենք մեր խոստումը կատարել ենք, մենք ասել ենք, չէ, ձեզ ցավեցնողները կպատժվեն, իրանք արդեն բանտում են, դե մի քիչ իրանց լեզվով կենցաղային ես բացատրում, սկսեց հաց ուտել 17 տարեկանը, զանգեցին ասցին արդեն հաց ա կերել, 15 տարեկանը արդեն սկսեց հարց ու պատասխանի մեջ մտնել մեզ հետ, պատկերացնում եք, դե փառքաստը, իրանց դահիճները, այլ բառերով ասած, իրանց դահիճները այս պահին առնվազն անազատության մեջ են։ Իսկ այդ 17 տարեկանին, եթե դուք տեսնեք, երբ որ մենք առերեսումից դուրս եկանք, երեխան լսեց, որ տեսավ սենց արանքում, որ նա այնտեղ նստած է, ու որ մենք ասինք ոնց ինքը վկայի կարգավիճակում է ու ինքը հիմա տուն է գնալու 17 տարեկանը նենց սկսեց լացել վազելով գնաց փաթաթվեց Լուսինեին մեր մյուս փաստաբանին Մարտիրոսյան Լուսինեին փաթաթվեց հազիվ գրկելով Լուսինեն տարել է այդ որ ասում եմ մենք երակի քառակի ստրեսի այդ օրը այդ երախուն ենթարկեցինք ստացվեց իրականում սարսափելի իրականությունը եւ գիտեք երբ որ տեսնում ես թե իրապահները ճակերտավոր իրապահները ինչպեսի ճանասիրությամբ են գործում քաղաքական օպոնենտների դեմ, գործող ռեժիմի քաղաքական օպոնենտների դեմ եւ տեսնում ես թե ինչպեսի գործունեություն են ծավալում այս սահմռկեցուցիչ դեպքերը բացահայտելու ասպեկտում հստակորեն կարող ենք փաստել, որ ողջ ուժային համակարգը իր տեղում չէ եւ այս բանը ես պետք է նշեմ, որ մեզ դիտում են 400-ից ավել մեր սիրելի քաղաքացիները շնորհակալություն Զավենին Ազատյան դրամական փոխհատուցման համար սիրելի ընկերներ մենք շարունակում ենք ձեզ կոչ անել լինել ակտիվ տարածել մեր տեսանյութերը բաժանորդագրվել հավանել շարունակել աջակցել Իմնեմնի ոդկասթին բոլոր հնարավոր տարբերակներով Patreon, Super Chat, Donation Alerts, Crypto արժույթ, քարտային փոխանցումներ եւ ձեր յուրաքանչյուր աջակցություն մեր համար շատ մեծ արժեք ունի եւ շատ կարեւոր է։ Վարդուհի, ես կցանկանայի նաեւ մենք խոսեինք առհասարակ ուժային բլոկի քաղաքականացվածության մասին եւ հետևանքների մասին, հա, հետևանքների մասին քննարկենք, թե ինչ է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է լինում բացառապես մարդկանց գաղտնալսելով կամ մարդկանց վրա շինցուքրական գործեր կարելով եւ մենք տեսնում ենք, որ ուժային համակարգը ըստ էության ինքը չի կարողանում կամ չի էլ ցանկանում կատարել իր բուն առաքելությունը եւ այսպիսի դեպքերում, երբ որ ոչ քաղաքական գործեր են, բայց ստանում են լայն հանրային հնչեղություն, արդյոք դա արդյունք չէ նաեւ այն բանի, որ ուժային համակարգը դարձել է մահակ գործող իշխանության ձեռքին եւ այդ մահակի դրսևորումները նաեւ մենք տեսնում ենք ոչ քաղաքական գործերում, այսինքն ուժային համակարգը փոխել է իր բնույթը ինքը արդեն ապօրինությունների շղթայի մեջ է ոչ միայն քաղաքական գործերում, այլև հարուրյա կենցաղային գործերում Դավիթի հարցը լրացնելով գուցե իմ հարցից գաք պատասխանելով հետո Դավիթի հարցին պատասխանեք նաև այս հենց այս գործի շրջանակներում մի շարք պաշտոնանկություններ եղան գուցե սրանով քաղաքական իշխանությունը փորձում է երեսը փրկել եւ մեղավորությունը պատվիրակել ցույց տալով որ իրենք կապ չունեն եւ այդ
քրեական գործի չհարուցումը, պարտակումը եղել է ներքին օղակների խնդիրը։ Այս ամեն ինչը ոնց կբացատրեք ու հետո նաև տեսեք, հենց այդ պաշտոնանկությունները արդեն իսկ վկայում է այդ ապօրինությունների մասին, այդ մարդիկ հիմա ամեն մեկը ունի իր վերադասը, չէ, բնականաբար։ Այդ վերադասն էլ զեկուցում է, հիմա այդ դատախազը զեկուցում է իր վերադասին, քննիչը քննչականի պետին, քննչականի պետը վարչության պետին։ Ես գտնում եմ, որ այս ամբողջ շղթայում բոլորը ունեին իրենց մեղավորությունը, ոչ թե միայն այն 5 անձինք, ում այսօր պաշտոնանկ արեցին։ Հիմա եթե դատախազը պաշտոնանկ արվեց, որտեղ այս գործի նկատմամբ ճիշտ հսկողություն չէր իրականացրել, դրա մեղավորությունը մենակ մարզի դատախազինը չի։ Ես գտնում եմ, որ դրա մեղավորության բաժինը ունի գլխավոր, չէ, դատախազը։ Այո։ Քննիչը, քննչականի պետը եւ այսպես շարունակ։ Հիմա ինչի արդյունքը սա եղավ։ Շատ ճիշտ նկատեցիք։ Եթե այս քաղաքական հետապնդումները չլիներ, կարծում եմ, որ բոլորը իրենց տեղում կլինեին։ Օրինակ Արարատի մարզի դատախազին ես ճանաչում եմ, երբ նա դեռ կենտրոնում քննիչ էր աշխատում, ասեմ, որ բավականին պրոֆեսիոնալ է նա եղել ժամանակին, հետո դատախազ է եղել։ Ու անկեղծ ես չէի ուզենա որևէ մեկը զուտ մարդկային առումով պաշտոնանկ արվեր, իր աշխատանքից զրկվեն, բայց եթե այսօր մենք հանդիպում ենք այսպիսի անարդարության, բնականաբար բոլորը չէ պետք է պատասխան տային, բայց ինչով էին իրենք զբաղված։ Ինչով էին զբաղված, որ այս սահմռկեցուցիչ դեպքը նրանք անտեսել էին։ Այսինքն քաղաքական հետապնդումներով, ընդ որում ես ձեզ ասեմ, մենք վեդիից էլ խոսքի սկզբում ասեցի, չէ, օրը մի 10-15 հոգու համար մենք գնում ենք այս քաղաքական հետապնդումներով, վեդիից էլ են շատ մարդիկ բերում։ Ամեն տեղից, դե օպերատիվ բլոկը մենակ զբաղված է տեսնի, ով տեսավ, ով հետ խոսեց, ով ասեց սրան կարող է ընտրես, նրան կարող է չընտրես, չգիտեմ, ամեն մի թեթև առիթը օգտագործում են մարդկանց բերման ենթարկելու, այդ վախի մթնոլորտը ստեղծելու համար։ Ոչ միայն ֆիզիկական մարդկանց գործողությունները, նաև օրինակ այս ոդքասթի դեպքում վստահաբար իրանք էլ իրավապաններն էլ խոստովանել են դրա մասին, բոլոր թողարկումները հաթաթ գրիչ թուղթու գրիչով նստում լսում սղագրում են ու դա վերաբերում է կարծում եմ անդիմադիր տարբեր հարթակներին, ոչ միայն մեր հարթակին։ Այո, բոլոր հարթակներին ու ես կարծում եմ, որ երբ այս քաղաքում Հայաստանում մարդ չի մնացել, ում հեռախոսը չի գաղտնալսվում։ Անկեղծ եմ ասում, բոլորս դարձել ենք սենց թիրախ, ասում ես հեռախոս չունենամ, այս չխոսեմ, այն չխոսեմ, մարդիկ քեզ զանգում են, ասում ես հեռախոսով մի խոսի, բայց ինչի համար։ Ինչի համար։ Ջորջ Օրվելյան իրականությունն է հիշեցնում։ Այո։ Big Brother is watching you։ Լրիվությամբ։ Հետևում են։ Մեր անվտանգությունն են ապահովում, այդ որ հիմա էլի անդրադառնամ Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությանը երեխեքի մասով ասեց մենք դե անվտանգությունը ապահովում ենք, անվտանգային միջոցներ ենք արդեն ձեռնարկել, անկեղծ ասած խոսքից չհասկացա, ում նկատմամբ դե ենթադրվում է, որ երեխեքի ընտանիքի, չէ, ոչ մի անվտանգային միջոց չկա։ Երեխեքի նկատմամբ ոչ մի անվտանգության միջոց կիրառված չի։ Եթե նկատի ունեին այդ լավ ասում, ինչ ասում, Վադոյան Սյուզին ասում է բիձուկները, ծերունի բիձուկներ, չէ, հանցագործ, սրբապիղծ բիձուկները, հա, Սյուզիի խոսքերը լավն է այդ առումով, սրբապիղծ բիձուկների նկատմամբ անվտանգության միջոցներ կիրառված, կարծում եմ էդ էլ կարծում եմ իրանց անազատության մեջ պահելը երաշխավորեր իրանց անվտանգությունը։ Եթե լինեին անազատության մեջ, եթե ի սկզբանե լինեին անազատության մեջ, դա եւս ինչ որ չափով կնպաստեր, որ այն հետագա գործողությունները, որոնք որ եղան օրինակ երեխաների հորեղբոր կողմից չլինեին։ Հիմա հորեղբորը մասին այսօր ազատ է արձակվել, դե Ռուբեն Ամելիքյան, գիտեք արդեն պաշտպանը 72 ժամ ձերբակալված լինելուց հետո Ռուբենը արդեն դրա մասին հայտարարել է, քննիչը ներկայացրել է մեղադրանքը, դե մեղադրանքը ներկայացնում է դատախազը։ Դատախազը քննիչի միջնորդությունը չի բավարարել։ Ես իմ պրակտիկայում առաջի անգամ եմ ճիշտ ասած նման դեպքի հանդիպում, որ քննիչը միջնորդություն ներկայացնի անձի նկատմամբ մեղադրանք հարուցելու համար եւ դատախազը այդ մեղադրանքը մերժի, այդ միջնորդությունը մերժի։ Առաջին անգամ եմ նման դեպքի հանդիպել։ Ես ասում եմ, այս գործով
այնքան բանի հանդիպեցինք, որ չգիտեմ, կարելի է մի հատ ինչ չի կարելի անել, ասենք իրավաբանական ֆակուլտետում կարելի է մի հատ դասախոսություն կարդալ, ինչպես չի կարելի գործ քննել կամ եւ այլն։ Ինչպես չի կարելի պարտակել։ Դուք նշեցիք, որ դատախազը չի բավարարել քննիչի միջնորդությունը։ Արդյոք ձեզ այստեղ եւս չկա քաղաքական իշխանության միջամտությունը, որպեսզի այլ ավելի չսրվեն հանրային կրքերը։ Նայեք, երկու ասպեկտով էս հարցը նայենք, մենք էդ էլ քննարկեցինք Ռուբենի հետ, ասում ենք երևի ուզեցան, որտեվ ամեն դեպքում բոլորը սենց լարվել էին, հիմա հորեղբոր նկատմամբ մեղադրանք, խափանման միջոց ավելի էր, չէ, կրքերը սրվելու, բայց հորեղբոր մասով էլ երկու գործ էր քննվում, մի հատ այն, չգիտեմ, սենց ականջ կտրելու բանի թեմա կար, մի հատ էլ ոստիկանի աշխատողի հետ իր ծառայական պարտականությունների մասով այդ թեման կար։ Դա կամ չսրվելու, ավելի չսրելուն էր, կամ էլ դատախազությունում ոչ մեկ չուզեցավ մտնի սրա տակ։ Այս պահին մարզում դատախազը չկա, դատախազը իր դիմումի համաձայն ասեցին, որ իր դիմումի համաձայն է ամեն դեպքում եղել։ Հա, դատախազությունում այլ դատախազներ կան, կարծում եմ ոչ մեկ չուզեցավ այս թեմայի տակ մտնի ու իր վրա վերցնի այդ մեղադրանքը հաստատելը։ Այլ բան չեմ մտածում, որտեվ տեսեք, նույն հոդվածներ, ինչ որ հոդվածի կասկածանքներ, ինչ որ Դավիթինը։ Դուք տեսաք, թե Դավիթի հետ ինչպես վարվեցին, Դավիթին տարան 2 ամիս կալանքը ստացան պարոն Մարտիրոսյան մնացականի թեթև ձեռքով, այն էլ Դավիթի մասով, իհարկե ես Թադևոսի նկատմամբ էլ բացարձակապես ու ես գտնում որ մեծ ապօրինություն կլիներ, եթե Թադևոսի նկատմամբ քրեական հետապնդում, այդ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը բավարարվեր, որտեվ դա էլ արդեն գիտենք, թե ինչի պատճառով եղավ, բայց նույն հոդվածն էր։ Հիմա ասեք, նա քաղաքական էր, սա քաղաքական չէր, չկա տրամաբանությունը։ Ընդհանրապես մեր իրավապահ համակարգում գործերի տրամաբանությունը, քննման, մեղադրանքների, կալանքների տրամաբանությունը հիմա դարձել է անհասկանալի։